Վերջին շրջանում Շիրակի մարզում աշխատավարձերի բարձրացման գործընթացը դարձել է ակտիվ քննարկման թեմա, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ընդդիմադիր ուժերը այն գնահատում են որպես ընտրակաշառքի դրսևորում։ Մարզպետ Դավիթ Արուշանյանը, սակայն, այս գնահատականները կտրականապես մերժում է, ընդգծելով, որ խոսքը սոցիալական իրավիճակի բարելավման մասին է, ոչ թե քաղաքական հաշվարկի։ Թանգարանի 20 աշխատակցի աշխատավարձ բարձրացնել է, որ ֆինանսական միջոցները թույլ են տալիս վերահաշվարկ են կարել ու բարձրացրել են, ու ձեզ ասեմ, այդ իրականում պայտակ ստացված որոշում էր, երբ որ ուղղակի բյուջեի հունվարին մենք հաստատել էինք հաստիգացուցակներ, ուղղակի վերանայեցինք ֆինանսական միջոցները, բյուջեները, հասկացանք, որ իրականում կարելի է նաև այն մարդկանց աշխատավարձը բարձրացնել, որոնք 80-90 հազար դրամ են ստանում։ Մեր թանգարանի աշխատողների աշխատավարձը այդպես էլ չհիշեցինք, թե երբ էր վերջի անգամ բարձրացվել։ Ու մենք չենք բարձրացրել, բոլորին է բարձրացրել ենք մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողների աշխատավարձը։ Պոլիկլինիկաները նույն ձևով։ Էլ եմ ասում, օքեյ, Ժողովուրդ ջան, եթե 150 հոգին է մեր ընտրողները ու հույս մտածում են, որ 600 բազմապատկեցինք 600, հետո 600, Շիրակի մարզով 600, Ժողովուրդ ջան, այդ ասելն էլ է տրամաբանական լինելու։ Այդ ընտրակաշառքի մասին խոսում են այն ուժերը, կներեք, ընտրակաշառքի մասին խոսում են այն ուժերը, որոնք պարբերաբար ուժային կառույցները օպերացիաներ են անում իրենց ընտրակաշառքի, ենթադրյալը իհարկե գործը դեռ չի ավարտվել, ենթադրյալ ընտրակաշառքի մասին։ Եթե իրանց թվում է, թե ինչքան բարձր բղավեցին, որ մենք մի հոգու 20,000 դրամ կամ 30,000 աշխատավարձ բարձրացրեցինք, այն էլ 80,000 ստացող են, դա ընտրակաշառքի ու հանրությունը լռեցնելու է այդ իրանց արած ընտրակաշառքը, չարաչար սխալվում են։ Եվ ես սառիթից օգտվելով ուզում եմ բոլոր ընդդիմադիր ուժերին հորդորել ու ասել է երևի իրանք տեղյակ չեն, որ քաղաք են եկել, տեղյակ չեն դե որ մարզ են եկել ու վստահեցնում եմ, որ գյումրեցիներին ու Շիրակի մարզի բնակիչներին երբևիցե հնարավոր չի եղել ոչ փողով զարմացնել, ոչ փողով ձեն առնել, ու այդ ուժերը, որոնք եկել են փորձում են գյումրեցիներին միամիտի տեղ տանել ու իրենց քաղաքական խաղերը խաղալ, վստահեցնում եմ, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղի Շաղիկը շատ լավ գիտի ու պատկերացնում է, թե ինչ խաղ են խաղում ու ինչ են անում, այս խաղը որ կենտրոնից է կառավարվում եւ վերջում ում են բոլոր երեք ուժերը միասին ձեները տալու։